սիրելի հետևորդներ ջան, բարևներ Երևանից, ինձ ու ձեզ հարազատ վայր դարձած խոհանոցից, որտեղ նամանավանդ էս վերջի տարիներին շատ եմ չէ, էս վերջի էս տարի որ շատ եմ եկել հունվարից սկսած անընդհատ տեղ ու դեռ ստեղ այսօր օրը չորեքշաբթի է, ամսի 6-ը ու տխուր օր ա մեր համար, դե գիտեք, այսօր եկել հասել այն օրը, որ հրաժեշտ ենք տալու մեր ռիմատատին։ Նորից եմ ասում, թող բոլորս, ոնց ասեմ, իրապես փառահեղ մահով հողին համբարձ հանձնվենք, ընդդեից էլ համբարձվենք երկինք։ Առավոտ շուտ է, պայծառ մռթնած էր շատ, հետո պայծառ արև դուրս եկավ, ես էլ իրանք ընդեղ կոֆե են խմում, Ալլահին ասի, ես էլ իմ կոֆեն իմ բաժանորդների հետ եմ ուզում խմեմ, քանի որ ես ինչքան լավ մարդիկ ունեմ ես իմ կողքին, ես ինչ արտակարգ հարեհաս մարդիկ ունեմ ես իմ կողքին, սիրելի հետևորդներ, հենց այնպես չէ էլի, որ ես ասում եմ մեր յութուբյան հավեսով ընտանիքը, չեմ ասում մեծ ընտանիք, որովհետև մեծ իմ համար ուրիշ հասկացողություն է, շատ, չափից շատ, շնորհակալ եմ, այդքան ցավակցական խոսքեր ասելու, գրելու, զանգելու, վերջ էլի, ամեն ինչի համար շատ եմ շնորհակալ, իմ յութուբյան էջի շնորհիվ Չանենց Հավանից այս ընտանիքին ճանաչելա Տիկին Հասմիկը, հարցնում էր Արմենից, Արմենը եկել է, Տիկին Հասմիկ ջան, չկարողացա գրառումդ գտնեմ, որ պատասխանեմ, որովհետև զգում եք չէ, որ շատ պատառով չեմ, ռիմատատը, որ եկել էր Ստեփանավան, սիրելի հետևորդներ, ինքը գրիպ էր, ինքան հասկացող էր, Մասկով տենան մտավ տուն, ասում եմ խի ես դրե, ասում որ ձեզ գրիպ չգցեմ, հենց հանակով ասի, այ կնի քանի, ինչ գրիպ ա էլի, չեր հանում, առաջ գնացի բերանից, ականջների մոտից քաշեցի, դիմակի բանը հանեցի, ասի քումար հանգիստ չնչի, ծիծաղեց, ասում է, վայ աղջիկ ջան, իզուր չի էլի, որ ես քեզ շատ եմ սիրում, եկա ես հիվանդացա, կանցնի, ամեն դեղ ու դարմանն էլ անում եմ, դեղ ու ճարն էլ անում եմ, պատկերացրեք, երեք են կարգեված զգում, որ վերջը դժվար էր, համ հոգեպես, համ էլ ֆիզիկապես, առավոտ վերև տացել ու անսովոր էր էլի, որ են իրա ինքը որ տենում էր, մենք լնենք, ով ուզում արներ, որ տուն գալիս էր, որևից է մի հուր, ինքը շուտ վեր էր կենամ, կստասնելով գալի, ունի արդեն այսօրվանից տենց չէր, էլ չասեմ երեկվա մասին, որ սիրում էր սեղանի գլխավերևին, միշտ իրա տեղն էր, իսկ երեք դատարկ էր այդ տեղը, մտածում էի, այսօր հոլովականն եմ չունեմ, բայց քանի որ դարձել ենք մի ընտանիք, կանեմ ուղղակի այս ֆորմատով, հետազգ րոպե կզրուցեմ ձեր հետ թեքստան, այստեղից իրանց տանից կզրուցեմ, որովհետև ես իմ կոֆեն հավեսով խմեցի,
որովհետև սիրելի հետևորդներ ջան, այնտեղ իմաստու հարկ չկա էլի նկարահանելու, երեկ ենք եկել բարեկամներով, այն ինչ լավ բան է բարեկամությունը, հավաքվեցինք, եկանք, իրանք հետ գնացին, մենք դե մնացինք, մենք էլ Երևակայի այսօր հետ կգնանք, չգիտեմ դեռ Նիկայի հետ այդ թեմայով չեն խոսացել, որովհետև դրա վախտը չի, կարևորը դպրոցում տեղյակ են, որ Ալեքսը չի գնալու դասի, որովհետև մեր տատիկը մահացել է։ Ու սիրելի հետևորդներ ջան, հաստորեն մարդը հիվանդ, սյուրտը զգացել է էլի, եկավ Ստեփանավան, հարևան, բարեկամ, սաղին իր հաջողն արավ, կարոտն արավ, այդ ենք ստացվում ու եկել է հասել, ինչ շատ եք հարցնում, չեմ հիշում, չեմ էլ նայել այն հոլովակս, որ հասկանամ ինչ եմ ասել, ինչը չէ, բայց եկեք ստե մի անգամից ասեմ, եկել է մեզանից կարոտն առել, այս մայիսյան հանգստյան օրերին, ես մտածում եմ հլա ամսի 4-ին կգնային կամ իրիկունը կգնային, չէ, իրանք մի օր շուտ գնացին ու ժամը 2-ին տաքսով տնից տուն տաքսի կա, այդ ընդհանուր մեքենան վերցրին ու գնացին, գալուց եկել է, հասել են Մեգամոլի մոտից, վարորդները եթե խամ են լնեմ, ես հասցեին անծանոթ են լնեմ, հա, մենք արդեն հուշում ենք, իսկ ինքը սիրում էր այդ հուշումներն ինքն աներ, սենց գնա, մտի բուլուժնիկներ, էս արա, են արա, եկել է, այդքանը արել է, ասել է մեքենան նենց կանգնացրու, որ կարողանամ իջնեմ, դուրը բացել է ու չի կարողացել իջնի ու վերջում իր Ռոբերտին ասել են, որ ապշյուրնի ինֆարկտ ա եղել, այս դեպքում սա կոչվում է փառահեղ մահ, սիրելի հետևորդներ, որովհետև կյանքը լավ ապրած, լավ աշխատած, հարգված, սիրված, գնահատված, ընտանիքի սեր ու ջերմությունը վայելած, բարեկամների շրջապատի ջերմությունը վերցրած ու փոխանցած, այդ ձևի կյանքով ապրել, իմ ու չեր ճանաչած Ռիմա տատիկը, այլ չասեմ, որ մեծի հետ մեծ էր, պուճուրի հետ պուճուր էր, ես միշտ ասել եմ, էլի կասեմ, համարյա թե 90 տարեկան, մի քանի ամսից կդառնար 90, այդ հասակում Ալեքսիս համ թվաբանություններ հարցնում, համ հաշվելներ հարցնում, համ այդ վերջ էլի դպրոցական թեմաներ էր հարցնում, չէր ասի էլի, որ մեծ կնիկա, չէ, ինքը իր արարքներով էր մեծ, համ մեծ էր, համ էր զոհեր։ Այդքան մի բան, սիրելի հետևորդներ, ինձ թվում է հիմի արդեն հստակ կարողացա էլի ասեմ, որովհետև երեք գրառումների բաժնում տեսա, որ փաստորեն իրանց շենքից էլ ինձ հետևացողներ ունեմ, գրել էին, շնորհակալ եմ, որ հետևում եք, անգամ Ալային, որ վիրահատեցին Իզմիլյանը, ընդեղից էլ դե ինձ հետևողներ ունեմ, շփվեցինք, Ալեքսիս քաղցր փոխանցեց, այդ դրամարկղի աշխատակցուհին էլ էր ցավակցել եք բոլորդ, ապրեք, թող ովքեր որ ունեն բարեկամ հարազատ ու արդեն երկնքում համբարձված, թող բոլորի հոգիները լույսերի մեջ մնա, սիրելի հետևորդներ, այս կյանքն ինչ ա պետք, մի հատ լավ արարք, լավ խոսք, լավ գործ, ուրիշ ոչ մի բան էլ պետք չի, երեկ եկել եմ, մարդը ստե նստում ես, մենք մի անգամից սրահ գնացին, նայում ես, որ գալիս են, հարգում են, լացում են, իրանց ցավակցություններն են հայտնում ու գնում ամենքը իրանց տներով,
մենք էլ նույնը մեր գործը ինձ լրիվ ասում եմ, սենց հիվանդ ուր ես եկել, այս կողմեն, հաբա ինչ անեի, վերջի բարկս չտայի բա, վերջի հարգանքի տուրքը չտայի բա մի կնոջ, ով հարազատի պես նստում էր իմ երեխի կողքին ու գրավոր գրել տալիս, հարց ու փորձանան, ճիշտ ու սխալ անում, ոնց կարայի չտայի, չկար նման բան, եկել ենք ժողովուրդ այս տարի եղանակը շատ խառնա, մայիս ամսին Երևան կոպիտ ասած արևը տժժցնում էր, իսկ հմի ես իմ ցուրտա աղբերս ազանգն մի րոպե դե ասավ տաքսի ավեկալ է որ բանանի չի հասցնի անջատ հլա Ալեքսի հեռախոսով զանգի ասա էլի նիկա Ալեքս ջան տատին զանգի լատու պապային այս ելի հետևորդներ ջան ուրեմն աղբերս ազանգım ասմա Maman ճամփայանք է, բայց թե մամայիս առողջությունն էլ չի էլի են բարեկամությունը ընչի մարա այ մի բերամ ալաննի կամ իմացան որ գալիս է ջղայնացան դու զանգի տուր պապային հա դու պապային ասում են որ ինքը այդքան առողջություն չունի էլ առաջվանը չի էլի ոտքերն ուրճում է սիրտը ցավում է հետնել երեք քաղաքի մեջ մինչև մենք այդ սրահը գտանք Երևակայի մի ժամ ավել նավիգատրով էնել Վահեն ման էր գալի փնտրտուքների մեջ էր մի խոսքով կարևորը սաղ կենթանի վախտը իրանք իրար հարգել են տեսակ ոնց մորս կենացը հատուկ խմեց որովհետև իրանք իրար շատ սիրելու հարգել են ու ես ինչ գիտեմ իմաստ չկա մի խոսքով հավաքվում ենք գնանք մեր վերջին հրաժեշտը տանք ռիմատատին ու ամենքս գնանք մեր գործերով այդքան բան գնամ հլա ես էլ մորս հետ խոսամ տենամ ինձ այդտեղ Սամսոնի ընկերները Ալեքսին սիրում են ու դեմը նստացին ու մենք գնացին այ բարև ձեզ բանը որ կա դու այստեղ ներքևից է ճիշտ է գալու Դավիթ մեկը ներքև կարող է ես գոտի դնել հա քաշացի Տելևիժն Տելևիժն Սպասի Տելևիժն աչ ես անում որ դեպի հասնա բարձան մեր բոքսեր Հակար չէ գոտին հա Տելևիժն աչ արեցի դեպի մեր բոքսեր ուղիղ գալիս ես Զախիտ վրա կտենաս բակոս բանը սքուտ վայ արդես առաջ Կանձիցյան ներներ հա առանց կանձիցյան ներ հնարավոր չի մեր չորդյոմ շատ ցուրտ է շատ ցուրտ է Այն էլ երեք թե իմ բանա Անցիդը վերտված, բայց չի այն էլ կարող 40 Չէ, ոնց որ լավ է ոնա շոքասոներ եկել որ ցուրտ կիամատ էր Չի համես տատեն չի գնաներ ես են ավտոբուսի վրա եմ եկել ամբրած ամարը որ կակ Սամսոնի ծնունդի օրը ես Սամսոնի համար ծնունդի happy birthday to you երգը ծնունդը կշնորհավորեմ իսես մի հատ հաստատ դուք տրանսպորտ սիրում եք Չէ ինքն իր ավտոն ունի էլի Ալեքս ես էլ 47-ն հիշում էի մամա որ մենք գնացել էինք այս սրա վրա որ մենք գնացել էինք Մարաչա տեսա հա սա երեքն էր Կամանց, սկուշկշի վախենում եմ քո ավտոից որ Ավտոյից քեզ վախում վախենա որ Էսի լավ ավտո է Էսե վայ
Վայ մամա ջան։ Մենք ենք, մեզ ուժեն են, ախի։ Վախենում եմ որ այն էլ ավտոբուսի վրա 3 էր ապրած։ Այդ ավտոբուսի մեջ չես վախում, իմ ավտոյից ես վախում, իմ ավտոն ավելի վստահ է։ Ես 24 չեմ սիրում, սիրում եմ ավտոբուս։ Ինչի՞ս պետք է 24-ը։ Այ ադեքս։ Night տանկա հեն, գանց։ Արդեն անցանք։ Ուշադիր հետևում որ ես լավ քշեմ։ Ավտոն է չէ լավն է։ Բատերիմս ասում ես լավ ավտո է, բայց չես ողում արա քշի։ Քշի։ Սկոշկը քշես բայց։ Դե։ Ամ ասում արա քշեմ, ամ ասում զգուշ քշեմ։ Լավ քշի։ Հիմա արա քշեմ, թե զգուշ քշեմ։ Չէ, սկոշ, վախենում եմ արագ։ Մի վախի, всё։ Սենց լավ է։ Սենց լավ է։ Սենց լավ է, դե գնաց։ Ես ինչ ամամ, այն է 40, այն է 40։ Մի վրազ, ադեքս ջան։ Այն էլ ավտոբուսի վրա էլ 6-եր ա գրած։ Չէ, օքոր։ Այն էլ 8-ն ա գրած, 8-ով կարելի ա գնալ մետրո էջ։ Չէ, մամ, անպայման 8-ը նստենք գնանք մետրո, որ իմ քարտս փոխենք, կամ 6-ով գնանք Բաքշուկա։ Խիսս վարձով գնալ, գրանով։ Որը, ուրա։ Լեն, ես տեսել եմ։ Որ Samsung-ի ծնունդն ունի, ինչ առնեմ Samsung-ի համար։ Ուզում եմ փող մամային ասեմ, բացի կարնի փողի համար։ Բայց չէի ուզում անել երկիր Samsung ծածայի համար։ Բավարդի ծնունդ է անել,